Լուսավոր Հայաստանը շարունակում է քարոզարշավը խորհրդանշական վայրերում, այս անգամ ավանում էին խորհրդանիշը ընտանիքներ։ Գտնում ենք ընտանիքի այգում եւ այս հրաշալի հուշարձանի մոտ ընտանիքի մենք ուզում ենք ուղերձ տալ մեր ժողովրդին առայն որ Լուսավոր Հայաստան խմբակցությունը, որը խորհրդանում լինելու է ձեր աջակցությամբ, ձեր քվեարկությամբ, զբաղվելու է Հայաստանի Հանրապետությունում երիտասարդ ընտանիքների խնդիրներով, երիտասարդության խնդիրներով, ինչու որտեղ մենք գտնում ենք որ ընտանիքը պետության բջիջն է եւ մենք պաշտպանիր ինքնությունդ կարգախոսի մեջ բնականաբար տեսնում ենք ընտանիքը, հայ մարդու ընտանիքը եւ թե ինչպես ենք պաշտպանելու մեր ժողովրդի իրավունքները, որ մարդիկ կարողանան Հայաստանում ապագա կապել, կառուցել այդ ապագան, նոր ընտանիքներ ձևավորվեն եւ պետությունը զարգանա, որովհետեւ պնդում եմ որ ընտանիքը պետության բջիջն է։ Հունիսի 7-ի ընտրությունը պատմական հնարավորություն է, Ավանի բնակիչներին դիմելով շեշտում է Մարուքյանը։ Կոչ անում քաղաքացիներին մասնակցել ընտրություններին, որ իրենց ուժը եւս խորհրդարանում հայտնվի։ Այնպես քվեարկել, որ անգամ եթե այս իշխանությունը մնա որպես իշխանություն, մենք ունենանք հնարավորություն հաշվետու դարձնել այդ իշխանությանը։ Այնուհետև Լուսավոր Հայաստանը քարոզարշավը շարունակում է քայլերթով։ Շենքերի բնակիչներին Մարուքյանի ուղերձը նույնն էր։ Սահմանադրության երկրորդ հոդվածով ժողովուրդը իր իշխանությունն իրականացնում է ընտրությունների միջոցով։ Մարուքյանը նաև իրենց քարոզչական թերթիկներն էր բաժանում քաղաքացիներին, հորդորում անպայման մասնակցել հունիսի 7-ի ընտրությանը։ Լուսավոր Հայաստան կուսակցության քվեաթերթիկը համար 19 է, կուսակցության կարգախոսն է պաշտպանիր ինքնությունդ։ Մերի Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, Լուրեր։